Իրանում պատերազմը շուտով կարող է ավարտվել, հաղթանակը մոտ է, հայտարարել է Դոնալդ Թրամփը, հավելելով, որ Իսլամական Հանրապետության ռազմական պաշարները սպառվում են։ Մենք կարճ շրջագայություն նախաձեռնեցինք, քանի որ պետք էր ազատվել չարիքից, եւ կտեսնեք, որ շրջագայությունը շատ կարճ կլինի։ Մենք արդեն շատ առումներով հաղթել ենք, բայց դա դեռ բավական չէ։ Վճռական ենք հասնելու հաղթանակի մեկ ընդմիշտ։ Նրանց հրթիռների մեծ մասը անօդաչու թռչող սարքերը չեզոքացվել են, հարվածել ենք նաեւ դրանց արտադրամասերին։ Պատերազմը շուտով կավարտվի, բայց ոչ այս շաբաթ։ Մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփը շեշտել է, որ Իրանը զրկվել է նաև երկրի ղեկավարությունից, իսկ նորանշանակ հոգևոր առաջնորդ Մոջթեբա Խամենեիի մասին նրա խոսքով ոչ ոք չի լսել։ Նրա ընտրությունն ինձ հիասթափեցրեց, դա կարող է շատ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել Իրանի համար, հավելել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը լրագրողի հարցին ի պատասխան կրկնել է, հիմա էլ ցանկանում է օգնել Իրանի ժողովրդին, սակայն Սպիտակ տան ղեկավարի ձևակերպմամբ նրանք ագրեսիվ պահվածք են դրսևորել։ Դոնալդ Թրամփի խոսքով ռազմական գործողությունների ընթացքում հարվածել են իրանական հազարավոր թիրախների, սակայն որոշները դեռ թողնում են հետագայի համար։ Իսրայելից հայտարարում են, որ դեռ չեն հասել իրենց նպատակներին, ուստի ռազմական գործողությունները կշարունակվեն։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն կրկնել է, որ ի թիվս այլնի ցանկանում են օգնել իրանցի ժողովրդին ազատվել բռնապետական իշխանությունից։ Ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, իրանական կողմը կորոշի, երբ պետք է ավարտվի պատերազմը։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ նախազգուշացրել է, շարունակելու են հրթիռային հարվածներն այնքան, որքան անհրաժեշտ է։ ԱՄՆ-ի հետ բանակցությունները այլևս օրակարգում չեն, մենք ամերիկացիների հետ շփվելու դառը փորձ ունենք։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը չկարողացան հասնել Իրանում ռեժիմի փոփոխության պատերազմի առաջին օրերին, այժմ նրանց գործողությունները աննպատակ են։ Միևնույն ժամանակ ԱԳՆ-ից անվանել են հնարավոր հրադադարի պայմանները։ Հրադադարի առաջին պայմանը հետագա հարձակումների դադարեցումն է։ Մի քանի երկիր, այդ թվում Չինաստանը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, հրադադարի հարցով կապ են հաստատել Թեհրանի հետ, սակայն Իրանը չի գնա այնպիսի հրադադարի, որը օրինակ 6 ամիս անց կխախտվի։ Դիվանագիտական լարվածությանը զուգահեռ շարունակվում են փոխադարձ հարվածները, Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին բնապահպանական հանցագործություններ կատարելու համար։ Նշվում է, որ վառելիքային ենթակառուցվածքների թիրախավորումը հանգեցրել է Իսլամական Հանրապետությունում օդի որակի վատ թարացման։ Թիրախավորվել են նաեւ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Իրաքյան Քուրդիստանը։ Լիբանանում եւս ակտիվ ռազմական գործողություններ են։ Մարտի 9-ին Թուրքիայի ուղղությամբ հրթիռային արդեն երկրորդ արձակման հարցը հեռախոսազրույցում քննարկել են Իրանի եւ Թուրքիայի նախագահները։ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, Անկարան անօրինական է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունները, սակայն դատապարտում է նաև Թեհրանի հարվածները տարածաշրջանի երկրներին։ Թուրքիայի օդային տարածքի խախտումն էլ երբեք չի կարող արդարացվել։ Անկարան ինքնապաշտպանական միջոցներ կձեռնարկի, հավելել է Էրդողանը։ Մասուդ Փեզեշքյանը վստահեցրել է, որ Թուրքիայի օդային տարածք ներխուժած հրթիռներն Իրանից չեն արձակվել։ Նա խոստացել է, որ իրանական կողմը հետաքննություն կանցկացնի։ Էրդողանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել օգնելու դեէսկալացիայի գործում։ Նաև թուրքական կողմը հայտարարել է երկրի արևելքում հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու մասին։ Չնայած Նախիջևանի թիրախավորումից հետո Բաքու-Թեհրան լարվածությանը Ադրբեջանի նախագահն էլ հանձնարարել է Իրան մարդասիրական օգնություն ուղարկել, հիմնականում սննդամթերք եւ բժշկական պարագաներ։ Օրակարգում է Հորմուզի նեղուցի հարցը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է, թույլ չեն տան նույնիսկ մեկ կաթիլ նավթ դուրս բերել տարածաշրջանից, քանի դեռ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարվածները շարունակվում են։ Սակայն ցանկացած արաբական կամ եվրոպական երկրի հնարավորություն կտանք անվտանգացնելու Հորմուզի նեղուցով, եթե նրանք արտաքսեն ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեսպաններին, ասված է ԻՀՊԿ հաղորդագրության մեջ։ Վաշինգտոնից արձագանքել են. Եթե Իրանը խաթարի Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումը, Միացյալ Նահանգները նրանց 20 անգամ ավելի ուժեղ հարված կհասցնի, քան արդեն հասցրել է, մահ, կրակ եւ զայրույթ կտեղան։ Թրամփը նշել է, որ մտադիր են ապահովել Հորմուզի նեղուցով անվտանգությունը, ԱՄՆ նախագահը հավելել է, կչեղարկեն մի շարք երկրների նավթային ոլորտի նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցներ, կանխելու գնաճը։ Այս ֆոնին Սաուդյան Արաբիայից ահազանգում են Հորմուզի նեղուցով նավագնացության սահմանափակումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ նավթի համաշխարհային շուկայի համար։ Տեղեկություններ կան, որ մի շարք երկրներ արդեն բախվում են լուրջ խնդիրների։ Վառելիքի պակասի պատճառով Թայլանդի, Վիետնամի, Ֆիլիպինների, Պակիստանի իշխանությունները պետական կառույցների որոշ աշխատակիցների, գործարարների, ուսումնական հաստատությունների հորդորել են աշխատել հեռավար ռեժիմով, ինչպես նաև սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը։ Ռուսաստանի նախագահը եւս հայտարարել է, որ աշխարհը կանգնած է էներգետիկ ճգնաժամի եզրին։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ պատրաստ են գործակցել եվրոպացիների հետ նավթի եւ գազի մատակարարումների հարցով։ Էներգետիկ շուկաների եւ Իրանի շուրջ զարգացումները հեռախոսով քննարկել են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները։ Կրեմլի տվյալով զրույցը նախաձեռնել է Վաշինգտոնը։
Զրույցը գործնական, անկեղծ եւ կառուցողական էր։ Ռուսաստանի նախագահը ընդգծել է իրանական հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական արագ կարգավորման կարեւորությունը։ Նախագահ Թրամփը վերահաստատել է Ուկրաինայում հրադադարի, այնուհետև երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտությունը։ Թրամփը հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն առաջարկել է օգնել Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Ես ասացի ավելի արդյունավետ բան արած կլինեիք, եթե օգնեիք ավարտել Ուկրաինայում պատերազմը, բայց նախագահ Պուտինի եւ նախագահ Զելենսկու միջև մեծ ատելություն կա, նրանք կարծես չեն կարողանում լեզու գտնել։ Վոլոդիմիր Զելենսկին էլ տեղեկացրել է, որ Իրանում զարգացումներով պայմանավորված այս շաբաթ նախատեսված ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունները հետաձգվում են։ Կրեմլը հաստատել է այս տեղեկությունը։ Դմիտրի Պեսկովը հավելել է, Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիտկոֆը մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ։ Ռուսական կողմը հետաքրքրված է, որ բանակցությունները շարունակվեն։ Դիանա Գասպարյան, լուրեր։